Արագածոտնի մարզի Ուշի համայնքն ու Սուրբ Սարգիս վանական համալիրը առատության ու ցրտի պայմաններում ընդունեցին ուխտավորներին։ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 մարտիկների հիշատակության օրը այս տարի նշվում է հունվարի 31-ին։ Այն շարժական տոն է եւ հանդիպում է հունվարի 18-ի եւ փետրվարի 23-ի միջակայքում Սուրբ Զատկից 63 օր առաջ։ Զորավարը քրիստոնեական հավատի համար նահատակված եւ սրբադասված վկա է, ծնվել է Կապադովկիայում մոտ 330 թվականին։ Նրա հիշատակի օրը ժողովրդական մեծ հնչեղություն ունի։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Փրոշյանի օրհնությամբ Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում միասնական աղոթքի էին մեկտեղվել թեմի երիտասարդաց միությունների երիտասարդները։ Վանական համալիրում մատուցվեց տոնական Սուրբ եւ անմահ պատարագ։ Օրվա պատարագիչն էր Հովանավանքի եւ Ուշիի հովվության հոգեվոր հովիվ Տեր Սարգիս Քահանա Սարգսյանը, ում անվանակոչության օրն է։ Ինչպես այսօր ավետարանում հնչեց մեզ համար, ասում է եւ լիցի ձեզ այն ի վկայություն։ Եվ թող լինի, ասում է, դա ձեզ համար առիթ վկայության։ Այսինքն կյանք, որ Աստված պարգևել է մեզ, լինի մեզ համար առիթ Աստծուն վկայելու, հավատքը վկայելու, սրբությունը պահպանելու, ավետարանը քարոզելու, մեր կյանքի մեջ Քրիստոսի օրինակը ցույց տալու։ Եվ Սուրբ Սարգիս Զորավարը իր որդին, այդ զինվորները շատ լավ, շատ անուշ օրինակ են մեզ համար այդ վկայությամբ ապրող մարդու, որովհետև այդ վկայությունը չի ապրվել 4-րդ դարում, 5-ում, 7-ում, 10-ում եւ ավարտվել գնացել է։ Քրիստոս մեր Տերը մշտամենա նույնն է, հավիտենական նույնն է։ Տոնի առիթով Վեհափար Հայրապետի տնօրինությամբ Ուշիի սրբատեղի էր բերվել Սուրբ Սարգիս Զորավարի մասունքարանը։ Հավատացյալներն հնարավորություն ունեցան հաղորդվելու սրբությունից բխող զորությանը։ Պատարագի ընթացքում երիտասարդները միասին աղոթեցին անազատության մեջ գտնվող առաջնորդ հայրերի համար։ Արագածոտնի թեմում մենք ավանդույթ էինք ձևավորել, որ երիտասարդների օրհնության տոնը նախորդին հավաքվում էինք մեր սիրելի Սրբազանի հետ, իսկ հետո արդեն Սուրբ Սարգսի տոնին յուրաքանչյուրս մեր համայնքներում նշում էինք Սուրբ Սարգսի տոնը։ Այս տարի ցավի սիրտ մեր սիրելի առաջնորդը, մեր սիրելի Սրբազանը մեզ հետ չէ, եւ մենք այս տարի որոշեցինք, որ ինչպես ընդունված է ասել, երբ ծնողները վատ դրության մեջ են լինում կամ վատ օրերի մեջ են լինում, զավակներն աղոթում են ծնողների համար միասնաբար, մենք այսօր որոշեցինք, որ բոլորս հավաքվենք այստեղ եւ աղոթենք մեր ծնողի համար։ Անձերը քո առջև խնդրում են քեզ եւ հայցում քո առատ գթությունը։ Սուրբ պատարագի ավարտին Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհ Կաբեղա Ապալոյանը եւ թեմի քահանաները վանական համալիրի բակում երիտասարդների օրհնության կարգ կատարեցին։ Սուրբ Սարգիս վանական համալիրը հիմնանորոգում են Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքները։ Բարերար ընտանիքները Սուրբ պատարագի ավարտին երիտասարդների համար կազմակերպել էին սիրո ճաշ եւ խորհրդանշական նվերներ։ Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը պատարագներ են մատուցվում Սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում։ Հայրապետական տնօրինությամբ արդեն մի քանի տարի է Սրբի մասունքը դուրս է բերվում Մայրաթոռից եւ տարվում Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Այս տարի էլ հոտի հոգևոր մխիթարության հավատի զորացման համար հայրապետական տնօրինությամբ Սուրբ Սարգսի մասունքը զետեղվեց Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Մարդիկ հաղորդակցվեցին դրանից բխող զորությանը։